Էնա գնակ նկարի կրանը։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ, այսօր մարտի 30-ն է, Գյումրիի և Փարաքարի ընտրություններն են, այնպես որ որոշեցի, որ մի քիչ հանգիստ վլոգային տեսանյութ նկարեմ, հայրիկիս հետ ենք, բարև պապ բոլորին։ Բարև։ Արի պատմենք, այս մեր Դավթաշենում ինչ է կատարում, ծաղկել են ծառերը, հա, ու մենք նստած խոսում ենք, որ դիմացը այնքան շենք են կառուցել, որ նույնիսկ հրազդանի կիրճ չի կարելի, չէ իջնել։ Հեսա ես թեքեմ կամերան, դու պատմես։ Ծաղկած ծառն է մեկ։ Հա, հեսա, հեսա, լրիվ ցույց կտամ, մանրամասն։ Պապ հիշում ես, ստեղ առաջ ոչ մի շենք չկար, հիմա 17 հարգանի շենքեր են։ Գնում էիր 90-ական թվերին, հələ պատմի դե ես քո տեղը չխոսամ։ Ինչ էինք, գնում էինք, փողոց կա, այդ փողոցով իջնում էինք գետի մոտ ցուկ բռնելու։ Հիմա արդեն սա գրավել է, սեփական տներ են սարքել, իջնելու տեղ չկա դեպի ջուրը։ Հա։ Իսկ հիշում ես, մի հատ սենց փոքր պտուղներ էիր հավաքում, ասում էիր չինական, ինչա, բալա, ինչա, այնքան էլ համով կամպոտ էր լինում։ Դրանք չկա, դրանք։ Ստեղից էիր, չէ, հավաքում։ Ցածից էլի։ Իսկ էդի տնկած էր, թե իրանք վայրի տենց աճում էին։ Վայրի աճում էին, հիմա սենց թեքենք, մենք Օլիմպավանի մոտ ենք, հեսա ցույց տանք։ Ստեղ նորից ու նորից շենքեր են գոյանում, հա, նայեք, շատ ու բարձր հարկ էր։ Այս մի հատ կանաչ տարածքն է, որ փրկվել է բնակիչների շնորհիվ, այն նախկինների ժամանակվա թաղապետերի, չէ՞։ Սիրուն ծառուղի, որ եզակիներից է քաղաքում փրկվածները։ Ստեղ նույնիսկ մենք բարդիներ ունենք։ Պապ, այստեղ որ տնկում էին, հիշում ես։ Ոնց էին տնկում։ Անգամ տնկեցին, այդ չկար եկան սաղ ժողովուրդը գիշերը գողացան տարան, մյուս օրը նույն տնկեցին։ Հետի 90-ականներին, չէ։ Այսինքն սրանք մի 20-30 տարվա ծառեր են, 25 երևի։ Աստեղ ծառ չելի, սաղ տնկովի ծառներ են։ Դու տունը բան ավտոդողերի գործանից ես, չէ՞ ստացել։ Ավտոդողերի գործանից։ Քանի տարի աշխատեցիր, որ տվեցին։ Հələ սենց կնստես, որ երևաս։ Երևի մի 16, 10 քանի տարի։ Իրանք ասում են 6 տարի, 8 տարի, բայց ինչ 6, 16, 10 քանի տարիվա մեջ նոր ստացանք։ Հա, են սովետի ժամանակ տալիս էին տենց տները։ Մինչև այդ վարձով ենք նայ։ Հա, բա դու ինչ էիր աշխատում ավտոդողերի գործանում։ Ես Հա, հոսանքի մասնագետ, հոսանքների մասնագետ էի։ հա, ես ես վերջերս թերթում գտա քո Վերջում էլ տվեն ցեխի վարիչ, վերջում։ Գտա բանը, թերթում քո ինչ-որ պատվոգրեր էիր ստացել, հա, բենց աշխատանքային։ Որպես լավ մասնագետ թերթում էին գրում տաման։ Բա փող տալիս էին։ Թե մենակ մեդալ էին տալի։ Դե բան էին տալիս, ավելավճար էին տալիս, էլի։ Պրեմիա։ Հա, ճիշտ է։ Պրեմիա էին տալիս։ Աշխատավարձներ բարձր են, բայց բացի ավտոդողերի գործարանից, գործից դուրս էի գալի, գնում էի ուրիշ գործարանում, ընդեղ էլ էի աշխատում։ Ավտոկայանի մոտ գործարան կար, այդտեղ էի աշխատում։ Հետո մի քանի տեղ էլ կանչով էր, որ գործ էր բացվում, նոր
զանգ էին տալի գնում էին այդ պատահարները վերացնում։ Հա։ Իսկ որտեղ էր գնում այդ անիվները, որ արտադրում էիք։ Մենակ սովետական միության մեջ էին ծախում, թե ուրիշ տեղ են։ Սովետական միությունից բացի այդ բանի եւ Եվրոպայում ինչքան կամ սաղ աշխարհում ինչքան բանի երկրներ կար, հա, որը որ սովետական մի քիչ բարձր խոսապապ։ Սովետական միության հետ գործ ունեին, այդտեղ գնում էին այդ մեր անունները այնտեղ էին։ Ասենք Մոնղոլիա, Չինաստան, հա, Չեխոսլովակիա, Գերմանիա, ԳԴ, հա, այդ երկրները մեր բաները գնում էին։ հա, Միջայլոց մի քանի տեսակ էր։ ինչ։ Այդ Ռեզիներ։ չէ, ռեզինել էին, հա, ուղարկում։ Ռեզինել ուղարկում էին անիվները բանի վերանորոգելու համար։ Հա։ Ասենք Չեխիա, Սլովակիա, ԳԴ, այն ժամանակ ԳԴ կար։ ՖՐԳ էր ԳԴ էր։ Կուբա չէիք ուղարկում։ Սովետը Կուբայի հետ, Սիրիայի հետ աշխատում էր։ Որ սոցիալիստական որտեղ երկիր կար, բոլոր տեղերը։ Բա իսկ հումքը որտեղից էին ուղարկում։ Հումքը Ռուսաստանից շատը, Հա, ասենք, բանը, հետո Բրազիլիայից բաներ գալիս։ Այդ հիմնական հումքը Բրազիլիայից էր գալի։ հա։ Հա։ Փաստորեն կաուչուկը իսկական կաուչուկ է։ Ծառների խեժը կոչվում էր կաուչուկ, որը որ օգտագործում էին հիմնական ռեզին ստանալու համար։ Ոյ քեզ բան։ Ռետինը ստանում էին ուրեմն կաուչուկ էին, բանանում ու մի քանի տեսակի հում բաներ։ Հետը խառնում էին, վերջում էլ ծծումբ էին խառնում, այդ ծծումբը բանեն անում, այդ մինչև այդ հում ռեզին էր, իսկ որ ծծումբը խառնում էին, այնտեղ ռեակցիաների պատճառով, բանով ստանում էին ռետին։ Հա։ Այդ ռետինը օգտագործում էին արդեն ակ ստանալու համար, ակ սարքելու, մեքենայի տարբեր։ Բապ, հիմա օրինակ դու Adidas ես հագե։ Հա, տակը հա, հայկական։ Էդ էլ է, այն վաղտվա կարողա ռետինը։ Դժվար, սա ուրիշ բան է։ Հա։ Սա պլաստմասի բանի տեսակ է։ Հա։ Իսկ այն ժամանակ այդ ռետինը եւ օգտագործում էին կոշիկների տակացուների ստանալու համար։ Ռետինը։ Հում ռետինը դնում էին հա բանի ֆորմաների մեջ, այդ ֆորմաների շնորհիվ ստացվում էր իրանց ուզած ձևը։ Հա։ Հետո այդ ռետինի հետ խառնում էին ծծումբ, ռեակցիայի շնորհիվ ստանում էին նույն բացը ռետին։ Աշխատում էին ահագին ժողովուրդ։ Մի 2000 Էս կոմարի պապ 2000 հոգի մարդ կար համարյա 2000 աշխատող 2000 աշխատողից ավել հա ստանում էին ռետինից ակեր ակի մեջի այդ ռետինները հետո ինչ որ ասենք միջև որ սմենը ես հիշում եմ ինչ որ սմենով էիք աշխատում առաջի երկրորդ երրորդ մեր ցեխն աշխատում էին 2 սմենով գիշերը չկար աշխատող բայց ուրիշ ցեխերը գիշեր ցերեկ աշխատում հա այն որտեղ որ ակեր էին արտադրում մեր ցեխը չէին արտադրում Հա, ֆրանսիական բուլդոգ ռետին էին ստանում հա հետո այդ ռետին այդ ակի մեջի բաներ էին սարքում որ այդ ակը կարանան
այդ ստացված սարքի վրա հավաքել։ Հա։ Այդ չէ։ Պապ, իսկ բանը, ես հիշում եմ, որ ձեռիդ ինչ որ կապ էիր կապում, լենդ, ձեժուրնիկ եք։ Էդի գործարաններ ձեզ ուղարկում, ինչ էիք վերահսկում։ Կանգառները, թե ինչը։ Այդ գործարանից ուղղակի հատուկ բրիգադներ էին բանանեն, որ հասարակական կարգը, հա, կանոն, հա, պաշտպանելու համար դրուժինիկ էր կոչվում։ Հա։ Դրուժինիկներ էին։ Ման էին գալի քաղաքի փողոցները, Հա։ որ ասենք այնտեղ կռիվ չանեն, իրար չնեղացնեն, բան չգողանան, չխփեն, չջարդեն, Հա։ չփչացնեն, ծառ չջարդեն, այդ ձևի էլի։ Հա։ Փաստորեն հիմա այդ ձևի դրուժինիկներ լավ կլիներ, որովհետև ինչքան ենք նայում, տեսնում ենք, որ կարիք կա երիտասարդներին սովորացնելու։ Հա, դե այն ժամանակ ամեն մի գործարան մի օրական մի 10 հոգի մարդեր ուղարկում, որ այդ դրուժինիկ անեն, այսինքն կարգ ու կանոն պաշտպանեն փողոցները։ Կինո դահլիճների մոտ, ասենք սպորտ դահլիճների մոտ, Հա։ այդ տեղերը որտեղ ժողովուրդը շատ են հավաքվում, այդտեղ կարգ ու կանոն։ Այն հայրենի կինոթատրոն հետ գնում եք։ Հա, այդ թատրոնի մոտ։ Այդ ինչեր էին անում Տոմսի համար։ Հա, Կռիվել էին, չէ՞ պանում։ չէ, կռիվով է տանում։ Միլիցիա չէին թողնում կռիվանը։ Հա։ Բայց ես հիշում եմ, որ հնդկական կինոներ էին շատ բերում։ Հնդկականի համար իրար ջարդոց է։ Մարդ կար, որ այդ օրը չէր կարում այդ կինոին գնա ներկայանա, նայի, բայց մի օրվա մեջ երկու սեանս էին ցույց տալու։ Հա։ Մի հատ առավոտ, մի հատ իրիկունը։ Մի հատ առավոտ, չէ, այդպես ժամի մեկը ցույց էին տալիս։ Հա։ Մեկը մանկական էր կոչվում, հետո էլ մեծերի համար։ Պապ, բայց տունը որ տվեցին, որ թվին տվեցին։ Գործանը 88-ին թե 89-ին։ Հա, այդ թվերին էր։ Երկրաշարժից հետո էր։ Երկրաշարժից։ Հա։ Ոստեղ բան չկար։ Մի քանի անգամ առաջարկեցին, ես ընդեղերը այդ տեղերը չգնացի։ Երևանի, Բանգլադեշ, հա։ Բանգլադեշ, իսկ այստեղ որ տվին։ Հələ շենքը պատրաստ չէր, բայց թղթերն արդեն մեզ տվել էին, որ անում թե մենք արդեն տուն եք ստացել, այդ շենքը դեռ պատրաստ չէ։ Ասենք տվին բանին, ամառվա այդ ամիսներին, մինչև աշուն, բայց արդեն այդ շենքերը պատրաստվեցին։ Մենք եկանք, շենքը արդեն պատրաստ էր։ Բայց մեջը ռեմոնտ կար արած։ Իրանք սարքել էին իրանց ձևով, բայց մենք եկանք լրիվ մեր ձևով արդեն ռեմոնտ արենք, բանը, ասենք կաֆել արած չէր, հենց նես ներկած էր։ Հա, ճիշտ է, ներկած էր։ Հա, ներքի տեղեի, կուխնյայի ու ներքի վրա չէինք բանանում։ Հա։ Բերենք կաֆելա պատեցինք, այդ պարկետը փոխեցինք։ Էլեկտրական պլիտա տվեցին, չէ։ Հոսանքները, բաները ձևափոխեցինք, մեր ուզած ձևով։ Պապու հիմնական հարևանները նույն գործարանից էին, չէ։ Սա շինի գործարանից։ Շենքում ուրիշ գործարաններից են կար։ Որը որ քիմիական գործարաններ է, այդ գործարաններից ուրիշ մարդիկ էլ եկան։ Ասենք ավտոդողերից էլ կար, դե ուրիշ գործարաններից էլ կար։ Հա։ Բա մենք հիշում եմ ուրեմն տարին երկու անգամ գնում ենք երկրից դուրս։ Այդքան լավ էին փող տալի, որ կարում էին գնայինք։ Հա, այդ արձակուրդների նահագին փող է ստանում։ Հա։ Համ այդ ամսվա փողն է ես ստանում, համ արձակուրդային ստանում էինք։
Ստանում էինք, բայց չէինք աշխատում։ Այդ մի ամիսը, այսինքն բան էլի, հավելավճարով, ամեն ինչով ահագին փող էր դուրս գալիս։ Հա։ Պրեմիա էր կոչվում, բան։ Ահագին որ հերիքում էր, որ դու միտեղ գնաս հանգստանաս ու դաժե քո ընտանիքի Հա, դե բոլորով էին գնում։ Հա։ Մենք Ռուսաստան, չեսում, դե ռազմիկ։ Ռուսաստան, Աբխազիա, Սուխում։ Ահա, այդպես մանգալով գնում գալիս։ Հա, ինչ է Գուդաուրի։ Ճամփին փողը չեր երիքում։ Հա։ Զանգ էի տալ ընկերներիս, իրանք պարկով փող էին ուղարկում։ Այդ ո՞նց էին ուղարկում, առաջ անգամ լսում։ Չէ, այդ կարա դու չերես փոշտ։ Հա։ Հա, ու ասենք խոսքի Երևանից Սոխում։ Հա։ Գնում է Սոխում, այսինչ հացածեյում, այսինչ մարդ։ Քանի օրում էր գալի։ Շուտ, որոց մի քանի ժամվա մեջ։ Հա, այսինքն փոշտը տալիս էր իրանց տեղը, հա։ Իրանք խոսում են։ Բանկային փոխանցումներ։ Հա։ Դրա մասին երբեք չես ասե, բա։ Հա, դե։ Ահա։ Բայց ատո մի անգամ ոնց եկանք Սուխումից բան գնացքով չկարողացանք ինքնաթիռի տոմս առնենք, դպրոցներն է սկսում էր։ Ահա։ Հիշում ես ինչքան մեխակ տվեցին։ Եկանք գնացքից մի անգամից դպրոց գնացինք։ Հա։ Սիրում նվերներ էի ստացել աբխազներից։ Ծնունդս արեցինք, հիշում ես։ Հա, ծնունդն ու դպրոցի առաջորը։ Ահա։ Բա որ թութուն էին հավաքում։ Դու եկար թե մամայի հետ ես գնացել։ Չէ, մենք իրար հետ էինք, մենակ ոչ մի անգամ չենք գնացել։ Բա հիշում ես որ կաթը կթեցին մի բաժակ եղավ ընդամենը։ Բա խոզերը։ Հա, կողոքի չէ, մի բաժակ կաթ էին տալի, փոքր կողեր էին։ Այդ կողերին արածացնող չկար, բաց էին թողում իրանք գնում էին։ Ուրիշների բաղ ու բաղճա, բան, տենց արածելով մանային գալի, իրիկվակում գալիս տուն։ Իսկ խոզեր էլ կար, էլի տենց մանեկող խոզեր։ Գալիս էին չարպտուլիկ զակուկներով։ Գալիս էին վրժոցը դնում, որ իրանց կերտան։ Դե ինչ սիրելի բարեկամներ, հիշողություններով գնացինք սովետական շրջանի Հայաստան, որ լավ թե վատ ապրել ենք, այս տներն էլ ստացել ենք, գիտեպ այստեղ շենքեր չեն եղել, այգիներ են, չէ՞ պապ եղել, խաղողի այգիներ, ասենց դրական լիցքերով, գարնանային բարևներով, ով չի բաժանորդագրվե, բաժանորդագրվում է, առանց քաղաքականության, հա, Դավիթ Հաշեն կոլխոզ կար, այդ կոլխոզը տարածքներ էր։ Հա, բա, չեմ իմացել։ Դավիթ Հաշեն գյուղեր։ Ինչ էր այդ կոլխոզում, գիտեմ, որ խաղողի այգիներ էին։ Խաղողի այգիներ էր, տարբեր ձևի այգիներ էին, ասենք, Խանձորիա, Տանձիա, Հա։ հետո կար հողամասներ, որքեր ուրիշ բաներ, վարունգ, ասենք, կարտոշկա, բանեցերի գյուղատնտեսություն էր, էլի։ Հա։ Չեմ էլ իմացել։ Որտեղ որ աշխատում էին գյուղի ժողովուրդը, ստանում էին աշխոր էին աշխատում։ Հա։ Մի աշխորին, ասենք, ստանում էին որոշ չափով ամեն ինչ։ Հա, մինչև խոսում էինք, համել տեսանք տրոլեյբուսներ, այս նոր տրոլեյբուսներ, որտեղ որ գծեր կա, ուրեմն իրանք լիցքավորվում են, զայացան տրոլեյբուսը։ Այս մեկը հա տրոլեյբուս չէ։ Պես չկա։ Հա, հեսա ցույց տամ։ Հեսա, այս մեկը չկա, բայց այս ձևի էր, չէ՞ պա։ Սա այս մեկը գազով կամ Հա, հենա, են էլ գազով կամ դիզելով։ Ստեղ կանգառ չկար։ Նոր են այս կանգառը դրել։ Պապ, առաջ հիշում ես 25 համարներ, մեկ է դու Զապորոժեց ունեիր, հարևաններին սաղին տանում էիր։ Ուրեմն այն վատ տարիներին, երբ որ հոսանք չկար, մարդիկ տեղաշարժվել, հա։ Պապաս ուրեմն իր մեքենայով հարևաններին տանում էիր, չէ՞, միջև
Առաջի մաս։ Ու կամուրջը դեռ չկար Դավթաշենի։ Կիևյան կամուրջով էր, թե ներքևով էիք գնում։ Չէ, ստեղ կար, իջնում էինք ձորի մեջը կամուրջ կար, Հա։ անմիջապես այն թերի վրայով էր, մեծ կամուրջ էր։ Հա, մեքենայով կարել էր։ Հա, մեքենայի կամուրջ էր, հա։ Չեմ էլ իմացել։ Կամուրջ ոտովել էին ժողովուրդը։ Իսկ ամենասկզբից որ եկան, ոտքով էին գնում մինչև դաժե հրապարակ։ Հա, ճիշտ է։ Դե մի օր էլ կպատմենք մեր հին թաղերի մասին։ Գնացինք պապան հոգնել է, հա, այս ծառերի կտրելու հետ կապված սիրելի բարեկամներ անցած անգամ ներկայացրեցի, բայց խայտառակ իրավիճակ է եւ կատակ չէ, որ այսքան տեղն է մնացել երևի եզակի տեղերից է, քաղաքի որ կանաչ է մնացել։ Ինձ թվում է ամեն մեկը պետքա, եթե տեսնում են, որ խոր էտի պատրվակով կտրում են, գալիս են ծառերը կտրում են, դա թույլ չտալ, հոգահան են անում, որովհետև եթե նոր ծառը տնկում են, տարիներ է պետք, որ իրանք աճեն։ Մենք նաև վաղը կամ մյուս օրը կներկայացնենք ընտրությունների արդյունքները, դա արդեն Արմեն Հակոբյանին կխնդրենք, մեր քաղաքական մեկնաբանին։ Ստեսություն, լավ եղեք ու առողջ եղեք։